Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի 2 պաշտոնյայի կաշառքի գործով քրեական վարույթի նախաքննությունը։ Այն նախաձեռնվել է քաղաքացու հաղորդման հիման վրա։ Քննիչ Շահեն Շիրինյանը ներկայացնում է գործի մանրամասները։ Մեղադրյալները առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետներ են։ Նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում գործող Զվարճանքի կենտրոնի գիշերային ժամերին աշխատանքի թույլտվություն չունենալու և 1 միլիոն դրամ տեղական տուրքը չվճարած լինելու մասին, նրանք օբյեկտի ղեկավարին առաջարկել են 1 միլիոն դրամ գումարը համայնքային բյուջե չմուտքագրել, փոխարենը իրենց տրամադրել 600,000 դրամ կաշառք։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան գաղտնի քննչական գործողություններ կատարելու նպատակով, որը բավարարվել է եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կամ տալու նմանակում գաղտնի քննչական գործողությամբ պայմանավորվածության համաձայն նախապես պաշտոնատար անձին դերաբաշխումներ կատարելով կաշառքը ստանալու հարցում Երևան քաղաքի Գարեգին Նեժդե փողոցում գտնվող սննդի առևտրի կենտրոնում ստացել են պահանջված խոշոր չափերով 600,000 դրամ կաշառքը։ Հակակոռուպցիոն կոմիտեից լուրերին տրամադրված օպերատիվ նկարահանման կադրերում երևում է գումարի փոխանցման պահը։ Կաշառք ստանալուց հետո Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջատար 2 մասնագետները ձերբակալվել են։ Պաշտոնատար անձանց ներկայացվել է մեղադրանք, որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանք։ Վարույթն իրականացնող մարմինը մեծապես հավանական համարելով մեղադրյալների դատապարտումը կազմել է համապատասխան մեղադրական եզրակացություն եւ ուղարկել հսկողություն իրականացնող դատախազին, որից հետո հաստատվել է այն եւ ուղարկվել դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության ժամանակ պաշտոնյաներից մեկը դեպքի վերաբերյալ խոստովանական ցուցմունք է տվել, ընդունել կաշառք ստանալու հանգամանքը։ Զվարճանքի կենտրոնի աշխատանքները իր հովանու ներքո անխոչնդոտ կազմակերպելու համար պաշտոնատար մյուս անձը հրաժարվել է ցուցմունքից։ Մեղավորությունը ապացուցվելու դեպքում քրեական օրենսգրքի 435 հոդվածի 2-րդ մասի համաձայն դրված է առաջի, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված է պատիժ 4-ից 10 տարի ժամկետով։ Համայնքին պատճառված վնասի չափը 1 միլիոն դրամ է։ Մայա Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։